Եվ այսպես Իլհամ Ալիևը իր իշխանության համար վտանգը տեսնում է Ռուսաստանից եւ անձամբ Վլադիմիր Պուտինից։ Հարգելի հեռուստադիտողներ, ինչ է կատարվում ռուս-ադրբեջանական հարաբերություններում, այս հարցը այլ հավասար պայմաններում մեզ կարող է ընդհանրապես չհետաքրքրել, բայց իրողությունները ցույց են տալիս, որ այս հարաբերությունների մակարդակից կախված է նաեւ մեր տարածաշրջանում անվտանգային ռիսկերի կառավարման հնարավորությունները։ Եկեք այսպես ձևակերպենք այս հարցին, թե ինչ իրավիճակում են այս պայդրությամբ գտնվում Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները, այսօր անդրադարձել է նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, նշել է հետեւյալը, որ ռուսական կողմը իր գոհունակությունն է հայտնում Պուտին-Ալիև վերջին հանդիպումից հետո, Դուշանբեում կայացած վերջին հանդիպումից հետո երկկողմ հարաբերությունների մակարդակից։ Պեսկովը նշել է նաեւ, որ կողմերը կարողացել են թերթել ճգնաժամային էջը, խոսքը վերաբերում է այն իրավիճակին, որը առաջացել է Մոսկվայի եւ Բաքվի միջև հարաբերություններում ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո։ Մի խոսքով նա նշել է, որ ամեն ինչ գնում է դրական զարգացման ուղով, ավելին օրինակ այսօր մենք կարող ենք տեսնել, թե ինչպես է Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերը Սոքարի իր գործընկերոջ հետ հանդիպում ունենում, ավելին տեսեք, եթե մենք վերլուծենք լրատվական հոսքերը, բայց ոչ թե խորքային վերլուծենք, այլ մակերեսային մակարդակով վերլուծենք, մենք կարող ենք տեսնել, որ օրինակ Ադրբեջանում ազատ են արձակում որոշ ռուս լրագրողներին, մասնավորապես Սպուտնիկ Ադրբեջանի լրագրողներին, ղեկավարներին, ավելին իրենց ոչ միայն ազատ են արձակել, այլ իրենք արդեն նաև հասցրել են Ռուսաստան գնալ։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանում որոշ ադրբեջանցիների են ազատ արձակում, մասնավորապես օրինակ այսպիսի գործիչների, ինչպիսին են Մամեդ Ալի Ագաևը եւ Յուսիֆ Խալիլովը, մեկը մշակութային գործիչ էր, մյուսը ադրբեջանական համայնքի կարևոր ներկայացուցիչներից մեկը, բայց երբ որ մենք մի փոքր ավելի խորքային ենք փորձում վերլուծել կողմերի միջև տեղի ունեցող գործընթացները, մենք տեսնում ենք, որ զարգացումները այնքան էլ դրական չեն, ինչպես փորձում են դա ներկայացնել թե ադրբեջանցիները, թե հատկապես Ռուսաստանի պաշտոնական խոսնակները։ Ինչի մասին է խոսքը, տեսեք, Ադրբեջանը մի կողմից իհարկե իրենք բաց են թողում ռուս երկու լրագրողներին, բայց հիշում եք այդ ռուս-ադրբեջանական լարվածության այդ փուլի ընթացքում փաստացի գերեվարվել էին Ադրբեջանում ռուս այցիշնիկները, IT ոլորտի մասնագետները, այնէլ ինչպես էին գերեվարվել իրենց շատ շոու կազմակերպելու տրամաբանության մեջ Նիկոլ Փաշինյանն է սիրում այսպիսի բաներ անել, պոլերին ծեփելով, պատերին խփելով, իրենց ձերբակալել էին, ծեծել էին, այս ամեն ինչը ներկայացվել էր ադրբեջանական բոլոր հնարավոր լրատվամիջոցներում, իրենց մեղադրում էին ընդհուպ միջև թմրանյութերի վաճառքի եւ այլնի մեջ այդ խումբը ռուսների ինքը դեռևս ձերբակալված է եւ մինչ այս պահը որևէ տեղեկություն չկա այն մասին, թե երբ են իրենք ազատ արձակվելու, կան նաեւ մարդիկ, որոնց կալանավորման ժամկետ էս վերջին մի քանի օրերի ընթացքում ռուսների եւս 3 ամսով երկարաձգվել է, բայց ամենակարևորը ինչ են ասում ադրբեջանական լրատվամիջոցները, իրենք ասում են, որ Ադրբեջանում էլ է գործել 5-րդ շարասյունը, ու էլի ռուսական 5-րդ շարասյունը։ Ինչ է արել Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, տեղական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել առայն, որ այսպիսի մի գործիչ Ռամիզ Մեխտիև, մարդ, ով ժառանգաբար Իլհամ Ալիևին անցել է Գեյդար Ալիևից, թեպետ հաշվի առնելով Ռամիզ Մեխտիևի ազդեցությունը ժամանակակից Ադրբեջանի քաղաքական գործընթացների վրա, երևի Ռամիզ Մեխտիևին էր ժառանգաբար անցել Իլհամ Ալիևը Գեյդար Ալիևից։ Ինչ է արել ըստ ադրբեջանական հատուկ ծառայությունների Ռամիզ Մեխտիևը, նա պրոռուսական 5-րդ շարասյունա ձևավորել է Ադրբեջանում։ Ավելին ինքնաթիռի հետ կապված իրավիճակը, որից իրենք նախապես տեղյակ են, որ ինքնաթիռ է խոցվելու, ադրբեջանական բանակի նախկին բարձրաստիճան գեներալներից մեկը, ով այս պայդրությամբ գտնում է Ռուսաստանում, նույնպես ասում են, որ նա մասնակցել է այս գործընթացին, ինչ են իրենք փորձեր անել, երբ որ հասարակության մեջ խժդժություններ կարող էին սկսվել ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո Ռամիզ Մեխտիևի գլխավորությամբ 50 հոգանոց խումբը պետք է փաստացի զավթեր իշխանությունը Ադրբեջանում, ավելի ինչ որ մի նամակ են ճարել Ռամիզ Մեխտիևի հեղինակությամբ, իբր թե Ռամիզ Մեխտիևն էր հեղինակել, որտեղ նկարագրվում էր, թե Ադրբեջանի կառավարման համակարգը ինչպիսին պետք է լինի այս անցումային փուլում, երբ որ Իլհամ Ալիևը այլևս գահանկեց կարվել, այնտեղ ինչպես պետք է բաժանվեին պաշտոնները, իշխանական լծակները եւ այլն եւ այդպես շարունակ եւ ասում են, որ այս ամեն ինչը արվել էր փաստորեն Ռուսաստանի կողմից։ Ճիշտ է,
թուրքական դիվանագիտական խորամանկության տրամաբանության շրջանակներում փորձում են ասել, որ Ռամիզ Մեխտիևին, Իլհամ Ալիևին հանձնելը Վլադիմիր Պուտինը բացահայտել է, թե ինչ է իրականում տեղի ունեցել եւ որպես նվեր Ռամիզ Մեխտիևին է տվել Իլհամ Ալիևին, բայց իրականությունը կայանում է հետևելուն։ Տեսեք, մի քանի դրվագ կա այս իրողությունները, երբ որ մենք վերլուծում ենք։ Առաջինը իհարկե բոլորիս համար պարզ է, որ կա ներկլանային պայքար։ Այդ ներկլանային պայքարը կա եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում, միջկլանային պայքար կներեք եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում, եւ Ռուսաստանում, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգտագործելով պահը փորձում է ներքաղաքական պայքարում ազատվել իր հնարավոր հակառակորդներից, ի թիվս այլնի, բացի Ռամիզ Մեխտիևից, օրինակ Էլմար Մամեդյարովին եւս նշում են որպես մի մարդ, ով 5-րդ Շարասյան ներկայացուցիչն է պրոռուսական եւ Իլհամ Ալիևը ազատվում է իր համար պոտենցիալ վտանգ ներկայացնող քաղաքական կլանի ներկայացուցիչներից։ Եվ եւս մի կարևոր հանգամանք, տեսեք, Ադրբեջանը հատկապես 44-օրյա պատերազմից հետո, բայց մասնագետների կարծիքով այս գործընթացը տեսանելի էր արդեն 2014 թվականից սկսած։ Նա տարանջատվում է Ռուսաստանի Դաշնությունից եւ քաղաքական խաղից դուրս բերելով Ռամիզ Մեխտիևին եւ իր հետ կապված մի շարք անձանց, Ադրբեջանի նախագահը հաստատում է հետեւյալը, որ արտաքին առումով իր իշխանության հենարանը, ինչպես Նիկոլ Փաշինյանի պարագայում էլ, հանդիսանում է պաշտոնական Թուրքիան, եւ նա ցույց է տալիս պաշտոնական Մոսկվային, որ Արցախը բռնազավթելուց հետո իրենք այլևս չեն պատրաստվում ուշադրություն դարձնել արտաքին քաղաքական առաջնահերթությունները որոշելիս Մոսկվայի կամ պաշտոնական Թեհրանի կարծիքների վրա։ Սա ամենակարևոր արձանագրումն է, որը մենք կարող ենք անել։ Այստեղ եւս մի կարևոր նրբերանգ կա, որի մասին անպայման պետք է խոսենք։ Տեսեք, բացի ներիշխանական պայքարից, բացի Ռուսաստանից տարանջատվելուց, կա եւս մի կարևոր գործոն։ Ադրբեջանի իշխանությունները արդեն երկար ժամանակ է գնում են նրան, որ իրենք ձերբազատվում են ինքնիշխանությունից։ Իրենք ինտեգրվում են ՆԱՏՕ-ի տարբեր համակարգերում։ Ադրբեջանը մաս է կազմել թուրանական պրոյեկտին, թուրքական աշխարհի կարևորագույն մասերից մեկն է դառնում, բայց թուրքական աշխարհում ինքնիշխանություն ասվածը դա շատ խիստ պայմանական բան է, եւ Ադրբեջանի նախագահը տարանջատվելով Ռուսաստանից ցույց է տալիս, որ ինքը պատրաստ է միջև վեր գնալ այս ճանապարհին, միայն թե իր իշխանությունը պահպանվի։ Ընդհանրապես նաև տեսեք ինչ հետաքրքիր իրողություն է, չէ՞ ստացվել։ Ադրբեջանը, ինչպես եւ Հայաստանը, ինչ որ մի փուլում գրեթե զրոյական մակարդակի էր հասցրել քաղաքական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, եւ հենց այդ պահին հակառուսական հիստերիայի ֆոնին Ալիևը վերցնում է Նիկոլ Փաշինյանի ձեռքը, տանում է իրեն Վաշինգտոն, իրենք ստորագրում են համապատասխան փաստաթղթեր, որով Ադրբեջանը ստանում է Հայաստանի տարածքում Զանգեզուրի միջանցք։ Տրամաբանությունը հուշում է, որ հաջորդ հակառուսական կամ հակաիրանական հիստերիայի ֆոնին Ադրբեջանը փորձելու է Հայաստանից եւս մեկ զիջում ստանալ։ Ամփոփելով մեր այսօրվա զրույցը պետք է նշենք հետեւյալ. այդ մեծ Տուրանի գաղափարը ինքը վտանգ է ներկայացնում ոչ միայն Ռուսաստանի Դաշնության համար, այլ Իրանի Իսլամական Հանրապետության համար, Վրաստանի համար է վտանգ ներկայացնում, բայց նաև Հայաստանի համար է վտանգ ներկայացնում։ Այլ հավասար պայմաններում այս 4 պետությունները իրենք կարող են, եթե չասենք տարածաշրջանային դաշինք կազմել, ապա կարող են միասին համագործակցել փակելու համար թուրանական պրոյեկտի իրականացումը Հարավային Կովկասում, բայց Նիկոլ Փաշինյանը այլ ճանապարհով է գնում։ Իր համար անվտանգային երաշխիքներ կարող են լինել միայն այն դեպքում, եթե Հայաստանը լինի թուրքական աշխարհի մաս եւ առանց Հայաստանի Հանրապետության համար անվտանգային երաշխիքներ ստանալու Նիկոլ Փաշինյանը ինտեգրվում է թուրքական աշխարհում, բայց դա չի բացառում այն, ինչ մենք ասացինք հաջորդ անգամ, երբ որ Ադրբեջանում հակառուսական հիստերիայի կամ հակաիրանական հիստերիայի նոր ալիք բարձրանա, մենք բոլորս պետք է հասկանանք, որ մենք նոր գոյաբանական ճգնաժամի առաջ ենք կանգնելու, դրանից բխող բոլոր հետևանքներով։ Մտածեք այդ մասին։